Բարի կեսօր, շատ սիրելի հեռուստադիտող, ես չեմ համբերում ձեզ ներկայացնել մեր հաջորդ թեման, որը կհետաքրքրի հատկապես մեր երիտասարդ արվեստասեր փոքրիկներին։ Նկարիչ և պալետ արտ ընկերության տնօրեն Գարիկ Հարությունյանն արդեն մի քանի տարի է կազմակերպում է հետաքրքիր ցուցահանդես փառատոններ, որոնց ընթացքում տարբեր շրջաններից ժամանած երիտասարդները, պատանիները, փոքրիկները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները։ Այս պահին էլ մեր տաղավարում է Գարիկը իր աշակերտուհու Մանե Ղարիբյանի հետ, այնպես որ ողջունենք նրանց, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր տաղավար գալու համար եւ շնորհավորում եմ նաեւ ձեզ առաջիկա ձեր փառատոնի կապակցությամբ, որը պարզվեց վաղն է։ Այո, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալելու այստեղ։ Ես Գարիկ Հարությունյանն եմ, նկարիչ, իմ մականունն է Գարիկ, իմ իսկական անունը Գառնիկ Հարությունյանն է։ Օ, հետաքրքիր ինֆորմացիա։ Ինչու եք փոխել Գարիկ։ Մեր ժամանակին ծնողներս են փոխել, պապիկիս անունն է եղել Գառնիկ եւ ընթացքում Գարիկ ուտես այսպես ավելի հնչեղ էր։ Սկսենք երևի մեր վաղվա փառատոնից, որը կայանալու է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում։ Ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում, շատ գունագեղ գույների հրավառություն, որովհետև մեր փառատոնին մասնակցում են Հայաստանի տարբեր շրջաններից ստեղծագործ փոքրիկներ, տարբեր նկարչական խմբերից 210 աշակերտներ, ստեղծագործ փոքրիկներ։ Նախ մի փոքր պատմեմ մեր գործունեությունից, մենք 2019 թվականից կազմակերպում ենք փառատոններ, որտեղից սկիզբ առանք մենք պատերազմից հետո փորձեցինք ցուցահանդես փառատոն կազմակերպել, որտեղ կվաճառվեին կտավները եւ հասույթը կփոխանցեինք զինվորի հիմնադրամին եւ այդպես խմբի ղեկավարները փորձեցին ամեն տարի առաջարկեցին, որպեսզի ցուցահանդես փառատոններ կազմակերպենք եւ նկարիչների միության կողմից իրենց աջակցությամբ գնահատել աշխատանքները եւ առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականներով առանձնացնել երեխաների աշխատանքները եւ այդպես ամեն տարի արդեն ունենք գարնանային եւ աշնանային ցուցահանդեսներ ստեղծագործի խորագիրը կրող գալիս են տաղանդավոր շատ տաղանդավոր փոքրիկներ իրենց շատ հեռու անկյուններից տարբեր շրջաններից, ինչը համալրվում է ցուցասրահ այնպիսի աշխատանքներով, որ շատ տարբեր են լինում երեխաների թե մտածելակերպը, թե իրենց հորիզոնները կոնկրետ կոմպոզիցիոն աշխատանքների մեջ եւ միաձուլվում են նաեւ ստեղծում են մի գաղափար, կարծում եմ երեխաներին բավականին մեծ առաջ խաղացման Այո, փորձը հետաքրքիր հարթակ է ինքնադրսևորվելու, քանի որ ձեր աշակերտուհիներից Մանեն արդեն մեր տաղավարում է, կարծում եմ կարող ենք Մանեից ճշտել, թե ինչպիսի փորձառություն է իր համար մասնակցել այս փառատոնին եւ ինչ աշխատանք է ներկայացնելու վաղը։ Բարև ձեզ, ես Մանե Ղարիբյանն եմ, Արցախից եմ։ Վաղվա փառատոնի մասին կասեմ, որ շատ հետաքրքիր փառատոն է ու ընդհանրապես Ընկեր Գարիկի կազմակերպած բոլոր ցուցահանդեսները շատ հետաքրքիր ու գունեղ են անցնում։ Վաղուց ես դու նկարում։ Մոտ 2 տարի Արցախից տեղափոխվելուց հետո ծնողներս որոշեցին, որ պետք է ինձ ընդունեն Ընկեր Գարիկի մոտ սովորելու ավելի շատ ցրվելու համար, այդ վատ մթնոլորտը անցկացնելու համար։ Արվեստ այո, միշտ բուժիչ է ցանկացած իրավիճակում։ Հետաքրքիր է ինչ աշխատանքներ ես ներկայացնելու վաղը։ Վաղը ներկայացնելու եմ էտյուդ Սևանի եկեղեցին։ Հիմնականում զբաղվում եմ գեղանկարչությամբ։ Իսկ հեշտ է աշխատել Գարիկի հետ։ Հա, Ընկեր Գարիկին շատ հեշտ է աշխատել է։ Ընկեր Գարիկը մեր խմբի համար ոչ միայն լավ ուսուցիչ է նկարչության ոլորտում, այլ նաև կյանքի համար լավ ընկեր է մեր համար։ Գարիկ, ինչ խորհուրդներ եք տալիս մեր երիտասարդներին։ Մենք կոնկրետ 2019 թվականից նաև ունենք նկարչական խմբակ Պալետ Արտ Ստուդիոն, որտեղ այս պահին 82 աշակերտ ունենք ու տարբեր բավականին մեծ խումբ է։ Այո, տարբեր տարիքային խմբեր
փոքրերի խումբը 5-ից մինչև 10 տարեկաններ արդեն իմ աշակերտուհի Եվա Գրիգորյանն է դասավանդում եւ միջինների եւ մեծերի խմբերի հետ ես եմ աշխատում արդեն դե մեր ստուդիան Արտաշատ քաղաքում է այս տարի նաև մի փոքր ընդլայնել ենք Երևան քաղաքում արդեն ունենք ստուդիա որտեղ բուղերի համար ենք պարապում Այսպիսով մեր խումբը ավելի է մեծանում եւ ավելի է հետաքրքրանում, ինչը որ շատ ուրախանում ենք մենք բոլորս, որովհետեւ մենք մեր մոտ ովքեր որ ընդունվում են, դառնում են մեր ընտանիքի անդամ, այդպես ասած Իսկ ինչպես եք պատրաստվում առհասարակ այս փառատոններին, որովհետև գիտենք ինչքան երկար ժամանակ է պետք նախ բոլոր ուսանողներին, ձեր աշակերտներին պատրաստել, իրենց ստեղծագործությունները ավարտին հասցնել, հետո ընտրել, թե որոնք պետք է ներկայացնեք, բարդ գործընթաց է։ Այո, շատ բարդ գործընթաց է, բայց կոնկրետ իմ աշակերտները մանենց գլխավորությամբ ինձ հետ հավասար աշխատում են, չարչարվում են Եվ երբ որ հայտարարում ենք ցուցահանդես ունենք, տարբեր խմբերից իրենք խմբի ղեկավարներն են մեզ հետ կապնվում եւ խորագիրը ընտրում ենք եւ սկսում ենք աշխատել արդեն խորագրով Այսինքն բացի ձեր դպրոցից, այսպես ասած, նաև այլ աշակերտներ են մասնակցում 15 նկարչական խմբակներ են մասնակցում տարբեր շրջաններից տարբեր տեղերից անգամ գալիս են Գորիսից, գալիս են Վայքից, գալիս են Ալավերդիից, Արթիկից ունենք մասնակիցներ, այդպիսի հետաքրքիր խմբերով Իսկապես մասշտաբային փառատոն է եւ հնարավորություն մեր փոքրիկներին զարգացնել իրենց կարողությունները եւ արդեն իսկ ունենալ այդ փորձը մասնակցելու փառատոններին Այո, իրենց համար էլ կոնկրետ ես նկատում եմ իմ աշակերտների մոտ ամեն ցուցահանդեսից հետո իրենց մոտ առաջ խաղացման շատ մեծ ջիղ ենք նկատում եւ ամեն ցուցահանդեսից հետո եւ զգում ենք որ աշակերտները ավելի են հետաքրքիր կոմպոզիցիոն աշխատանքներով ներկայանում եւ իրենց մոտ սպասողական վիճակը հաջորդ ցուցահանդես փառատոնին ավելի է ցանկություն առաջանում որ մասնակցեն եւ փորձեն առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականներով առաջ մղել իրենց Մանե, ես ուզում եմ իմանալ, թե ինչպես ես առհասարակ դու պատրաստվում քո յուրաքանչյուր աշխատանք ավարտին հասցնել, քեզ ինչ է պետք, որպեսզի դու ոգևորվես, կարողանաս մտածել, ինչ որ նոր կտավներ ստեղծել, պատմիր մի փոքր այդ ընթացքի մասին։ Հիմնականում ոգեշնչվում եմ բնությունից, բնության գույներից, գույների բազմազանությունից, որովհետև երբ որ դու նկարչության մեջ ես մտնում ու տեսնում ես բնության այդ գույների բոլոր երանգները, ինստինկտիվորեն ուզում ես այդ երանգները դու ինքդ ստեղծես։ Որ գույնն ես ավելի շատ սիրում այդ վրձնահարվածներում, որն ես ավելի շատ օգտագործում։ Ավելի շատ դեղինի երանգներն եմ շատ սիրում։ Ինչու, որովհետև նաև դեղին հնարավորություն է տալիս խառնել այլ գույների հետ եւ նոր գույներ ստանալ։ Իսկ որքան ժամանակ քեզնից պահանջվեց, որպեսզի դու կարողանաս այդ 0-ից որոշակի փուլի գալ եւ կարողանալ արդեն ինքնուրույն վստահ ավարտին հասցնել մեկ նկար։ Երևի ես ասեմ, Մանեն, երբ որ եկավ նկարչական ընդունվեց, ինքը ընդհանրապես նկարչությունը շատ հեռու էր։ Շատ հեռու էր, հետո նկարչական խումբը այնպեսի մթնոլորտ է մեզ մոտ, որ սենց ավելի է ձգում երևի աշակերտներին, որ ավելի շատ ստեղծագործեն, Մանեն 2 տարվա մեջ այսօր ինքը բավականին լուրջ նկարներ է նկարում արդեն եւ էտյուդները, որը որ գնում ենք բացության նկարելու, Մանեի մոտ շատ լավ են ստացվում, նաև կոմպոզիցիոն աշխատանքները։ Մի ժամանակ կոմպոզիցիոն աշխատանքները մի փոքր փակված են, երևի Մանեի վիճակից էր, բայց հիմա արդեն ավելի հետաքրքիր ստեղծագործական շատ հետաքրքիր մտքեր են նկարում Մանեն։ Կարիկ, իսկ եթե հենց ձեզնից խոսենք որպես նկարիչ, դուք ինչ եք նկարում։ Ես գեղանկարիչ եմ, ես ավարտել եմ Պանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի այն ժամանակ ուսումնարաններ,
Ես նկարում եմ գեղանկարչություն, գրաֆիկա, ես աշակերտներիս հետ գնում ենք տարբեր շրջաններ, նաև նկարում ենք լքված տներ եւ Երևանում ցուցահանդեսներ են կազմակերպում, անցած տարի Փյունիկ զարգացման կենտրոնում ունեցա անհատական ցուցահանդես շրջադարձ խորագիրը կրող ներկայացնում եմ այնպիսի էտյուդներ, որ գեղեցիկ տներ էին եւ լքված, որ տեսեք մեր Հայաստանը ինչքան գեղեցիկ բնություն ունի, ինչքան գեղեցիկ են մեր հին գյուղական տները, բայց այնտեղ մարդիկ չեն ապրում։ Իդեպ երեք իմ ընկերներից մեկն էր այդ մասին գրել իր սոցհարթակում, որ անգամ այդ լքված շենքերը, այդ քանդված շինությունները իրենց մեջ այդ յուրահատուկ գեղեցկությունը ունեն ու հատկապես եթե դա պատկերում եք արդեն կտավի վրա, պատկերացնում եմ ինչ հետաքրքիր գունային աշխատանք է ստացվում։ Այո, պատրաստվում եմ Գառնանը նորից ցուցահանդես ունենալ, նորից մեր լքված տների աշխատանքներն եմ ուզում ցուցադրել, տարբեր շրջաններ են գնում նորից եւ գտնում ենք այնպիսի հետաքրքիր անկյուններ, որտեղ որ ցուցադրենք մեր հայկական գեղեցիկ։ Իսկ ինչով է ձեզ գրավում այդ կիսաքանդված տները, ինչով է դա ապրում։ Երբ որ պատտվում են գյուղում, ինչ հետաքրքիր բան կա, ուրեմն եթե մարդել չի ապրում այնտեղ, բայց այդ տան բակից մարդկանց շունչը, իրենց ապրելակերպը, իրենց սերունդները նաև ասենց ոնց որ կիսատ թողած եւ չգիտեմ հնարավոր է նաև որ դե բնականաբար մարդիկ երևի ասեն նոր տներ ունեն, բնակարաններ ունեն, ամուսնացել են, տեղափոխվել են, ավելի լավ բնակարաններ, բայց տունը մնում է ավելի գեղեցիկ եւ սենց պատմություն է։ Դրանք ավելի տխրության մասին են, հատկապես երբ նկարում եք արդեն կտավներում, թե շարունակության, կիսատության, որ պետք է գալ եւ շարունակել։ Այո, շարունակության եւ գիտեք, այնտեղ ցույց եմ տալիս տան կոնկրետ իր նշանակությունը, որ այդտեղ ընտանիք է ապրել եւ արարել, ստեղծել, հիմա կգան թե չեն գա մի քիչ արդեն երկրորդական է, բայց կոնկրետ այդ տան կարևորության մասին, ճիշտ է ինքը հին է, բայց շատ կարևոր, շատ հին ու շատ գեղեցիկ։ Եվ վերադառնալով արդեն ձեր սաներին հետաքրքիր է ինչպես եք փորձում իրենց մեջ այդ նկարչական ջիղը արտնասնել եւ նաեւ վստահաբար կան օրինակներ, երբ ընթացքում երեխաներն էլ եւ դուք էլ հասկանում եք, որ չէ, իսկապես նկարչությունը իրենցը չէ եւ այդ պարագայում ինչ է կանում։ Կարողանում եք իրենց ազնվորեն ասել, որ գիտես լավ է, երբ փորձում ես, բայց քեզ մոտ այդքան էլ չի ստացվում, թե միշտ այնպես է, եթե իրենք շատ աշխատեն, ապա բոլորի մոտ էլ դա կստացվի։ Գիտեք, շատ եմ կարևորում աշակերտների այդ տարիքային ժամանակահատվածը, երբ որ իրենք ճիշտ գտնեն իրենց մասնագիտությունը եւ զբաղվեն այդ տարիքից, որպեսզի արդեն դառնան ուսանողներ, գտնեն իրենց ճիշտ ճանապարհը։ Գալիս են երեխաներ, շատերը գտնում են իրենց արվեստում, իրենց աշխատանքները, իրենց ճանապարհը գտնում են արվեստի ճանապարհում, կան երեխաներ, ովքեր որ չեն կարողանում իրենցը գտնել, այսինքն զգում եմ, որ արվեստը իրենցը չի եւ ծնողին հրավիրում եմ եւ բացատրում, որ երեխայի համար կարեւորը այս թանկ ժամանակն է, թող գտնի իր ճանապարհը ուրիշ ոլորտում։ Մի 2-3 ամիս լինում է, որ անգամ մինչև 1 տարի աշակերտ եմ ունեցել, որ ես ասում եմ, որ անդադ այդպես չի, դու պետք է անդադ նկարես եւ գիտեք ոնց չնկարող երեխան արվեստանոցում ավելի շատ ձանձրանում է։ Նկարողը Այսինքն պետք է միշտ տանը ամենտեղ փորձել վարժեցնել ձեռքը։ Այո, վարժեցնել եւ գիտեք, ստեղծագործությունը այնպես է, երբ որ հավաքվում ենք ստեղծագործելու, անպայման պետք է զբաղվենք դրանով, իսկ եթե 1-2 արդեն զգում եմ, որ ինքը մի փոքր չեն զբաղվում է նկարչությունից եւ հրավիրում եմ ծնողներին, տեղեկացնում եմ այդ մասին եւ տեղափոխվում են ուրիշ տեղ։ Իսկ ինչ կասեք, այսօրվա երիտասարդները, այսօրվա պատանիները սիրում են այս արվեստը։ Այո, ուրեմն ես երբ որ ընդունվում էին Թերլեմեզյան, այդ ժամանակ Արարատի մարզիչ Արտաշատ քաղաքից 2 հոգի էինք, երբ որ սովորում ենք, պետք է ընդունվեինք Փանոս Թերլեմեզյան անվան ուսումնարան։ Այն ժամանակ
2 հոգով էինք, այժմ ամեն տարի մեր նկարչական խմբից ընդունվում են 5-6 հոգի միայն հենց Փանոս Թերլեմեդյան անվան գեղարվեստի քոլեջ։ Ուզում եմ նշել, որ այդ համեմատաբար այդ ժամանակահատվածում դա մենակ իմ արվեստանոցից են 5-6 հոգի։ Ես գիտեմ, որ Արտաշատ քաղաքից նաև լիքը նկարչական խմբակներ կան, որտեղից նաև ընդունվում են մոտավորապես 10-15 հոգի ընդունվում են Արտաշատ քաղաքից, դա արդեն խոսում է այն աճի մասին, որ մեր սերունդը ավելի շատ է հետաքրքրված արվեստով։ Այսօր շատ քննարկումներ են լինում մասնագիտություններ ընտրելիս, թե ընտրեն այնպիսի մասնագիտություն, որ հետագայում նաև նրանց գումար կարող է բերել, եւ կա այդ կարծրատիպը, որը դուք կարող եք այժմ կոտրել, որ նկարչությունը քիչ գումար բերող արվեստ է, աշխատանք է եւ մասնագիտություն։ Արդյոք դա այդպես է։ Դա այդպես չէ, դա կապված է կոնկրետ մասնագիտությանը, ինչպես ես մոտենում, եթե դու կենտրոնանում ես քո մասնագիտության մեջ ու փորձում ես հասնել այն բարձր կետին, որ նշաձողը շատ հեռու ես դրել, պետք չէ գնալ դեպի գումարային ինչ-որ բարձր չափերի հետևից, բայց գումարը կգտնի քեզ հաստատ, երբ որ դու դառնաս լավ մասնագետ։ Ես կարծում եմ այդպես է։ Մանե, իսկ դու ինչ ես ուզում դառնալ հետո, երբ մեծանաս, նկարիչ, նկարչուհի, թե դեռ չես որոշել։ Դեռ չեմ որոշել, բայց մտքեր կա կամ ճարտարապետ, կամ product designer, 12-ս ավարտելուց հետո ակադեմիա կընդունվեմ։ Իսկ նկարչությունը քեզ համար մնալու է որպես հոբի, երևի թե։ Հա։ Իսկ այս ընթացքում ինչ նոր ընկերներ, ծանոթություններ ես ձեռք բերել, երբ սովորում ես, ուսանում ես ընկեր Գարիկի մոտ։ Ունես ընկերներ։ Այո, իմ ընկերների ու շրջապատի մեծ մասը հենց նկարչականից են։ Ես իմ տեսակով շատ փակ մարդ եմ ու կարամ ասեմ, որ ընկեր Գարիկը ու իր արվեստանոցը ինձ օգնել է փոխվել ու ավելի բացվել, լինել ավելի ընկերասեր ու ունենալ ավելի շատ ընկերներ։ Այ հետաքրքիր է, Գարիկ, կարևոր բան ասաց Մանեն, ինչպես եք փորձում երեխային բացել նաև որպես պատանի, որպես ոչ միայն, այսինքն նկարչական ջիղը մի կողմ դնելով աշխատել երեխայի հոգեբանության հետ, որպեսզի նա դռնից դուրս գալուց հետո ցանկանա երկրորդ անգամ վերադառնալ ձեր դասարան։ Նայեք, ուրեմն մեզ մոտ միջավայրը այնպեսին է, որ մեր խմբի երեխաները նաև ունենք երաժիշտ, ովքեր որ գիտարներով նկարահանում են շատ հետաքրքիր միջավայր են ստեղծում նկարչականում եւ անգամ նկարելուց են բարձր երգում։ Այդ միջավայրը իրենց ձգում է եւ փորձում են երեխեքը գտնել իրար մեջ շատ հետաքրքրություններ ավելի շատ եւ շփվել իրենց հետ։ Շատ եմ նկատել կոնկրետ մեր նկարչականի խմբի երեխեքը նաեւ նկարչականից դուրս էլ շատ լավ ընկերներ են դառնում, անգամ ուսանողական տարիներին, որովհետեւ մենք 4 տարին ուսանող ունենք եւ ուսանողները երբ տեսնում եմ իրար հետ են շփվում, իրար հետ են ընկերություն անում։ Քանի որ նշեցիք ձեր դպրոցը ի սկզբանե Արտաշատում, չէ՞, եթե ճիշտ եմ հիշում, այո, այնտեղ եք ստեղծել եւ հիմա արդեն Երևանում եւս մասնաճյուղ ունեք եւ զուգահեռ ձեր փառատոններին, ցուցահանդեսներին մասնակցում են այլ մարզերից պատանիներ, երիտասարդներ, այ ինչպիսին է հենց մարզերի երիտասարդների արձագանքը, նաեւ նրանց ծնողների արձագանքը, որովհետեւ մենք միշտ գիտենք ամեն ինչ փորձում ենք ստեղծել, կենտրոնացնել Երևանում, բայց շատ կարեւոր է նաեւ այդ հավաքագրումը մարզերից եւ նրանց ներգրավվածությունը այս աշխատանքներում։ Իրենց համար շատ կարևոր արարողություն է դառնում մեր ցուցահանդես փառատոնը, որովհետեւ երեխաներ կան, որ առաջին անգամ են լինում Երևանում, կան, որ նաեւ իրենց աշխատանքով ներկայանալ հանրությանը, պատկերացրեք իրենց համար ինչքան հետաքրքիր է եւ
իրենց համար շատ կարևոր մի բան այդ ցուցահանդեսին փակցված լինի իր ստեղծագործությունը եւ համեմատվի մյուս աշխատանքների հետ, ուրիշ նկարիչների հետ։ Իրենց համար շատ կարևոր է դա եւ զգում եմ, որ իրենց հետաքրքրությունը բավականին մեծ է եւ անհամբեր սպասում են հաջորդ մեր փառատոներին։ Շնորհակալ եմ շատ Գարիկ եւ Մանե հետաքրքիր բովանդակային զրույցի համար։ Ձեզ վաղվա համար ցանկանում եմ իհարկե հաջողություն եւ նորանոր հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքներ։ Շնորհակալ ենք շատ, առիթից օգտվելով նաեւ հրավիրում եմ ձեզ։ Սիրով։ Վաղվա ձեր ցուցահանդեսին անպայման կգանք։ Սիրելի հեռուստադիտող, շնորհակալ ենք նաև ձեզ մեզ դիտելու համար եւ շնորհակալ ենք մեր գլխավոր գործընկերոջ Արփինետին մեր եթերն ապահովելու համար։ Այսօրվա եթերն ինչպես նկատեցիք ամփոփում ենք արդեն, ձեզ էներգիա շատ եւ բովանդակ հանգստյան օրեր, իսկ մենք դեռ կհանդիպենք։